Իսկ ես հիմա ուզում եմ խոսել stock market-ի մասին։ Stock market-ը այսօր նաև կորուստ ունեցավ։ S&P 500, որ ավելի շատ ընկերություններ այդտեղ է իրենց փայատերությունը, այդտեղ է որ վաճառվում է, 3%-ով անկում ունեցավ, այս վերջին ժամանակները նախագահ Թրամփը երբ ասել էր, որ ուրիշ երկրները հարկ պիտի վճարեն եւ բոլորից պահանջում է 10%, բայց հետո ասել էր օրինակ Վիետնամը 46%-ով հարկ պիտի վճարի, ուրիշ երկրներ, դա դադարեցրել, ասում է 90 օր, այսպես կասեցնելու, կանգնեցնելու եմ, հետո կասեմ, որ ինչ հարկեր պիտի վճարեն, երբ որ իր նախարարներից մեկը, որ Treasury Secretary-ին, որ կանձապահ այս երկրի, իրեն ասեց, որ եթե դա գործադրես, լրիվ վատ դրություն է լինելու այս երկրում, ընդունեց իրեն եւ միայն Չինաստանի համար ասաց, որ չինացիները պետք է իհարկե սկզբից ասել էր 20 քանի տոկոս, հետո 50%, հետո այսպես 145%, ինչ որ Չինաստանից գալիս է, հարկ է պահանջում։ Չինացիներն է նաև ասացին, հիմա որ Ամերիկան ինչ որ ներմուծում են, ինչ որ գալիս է այստեղ մեր ապրանքների վրա հարկ է պահանջում Ամերիկան, իրենք էլ ասացին, ինչ որ Ամերիկայից այնտեղ է գնում, հարկ են պահանջելու։ Ամերիկան 145% հարկ է ուզում, չինացիները 125%, ինչ որ այստեղից է գնում։ Ինչ որ Ամերիկան ներմուծում է Չինաստանի 438.6 բիլիոն ապրանք է գալիս Չինաստանից այս երկիրը։ Ամերիկայից Չինաստան է գրկում բիզնեսները 143 բիլիոն կետ 4 այսպես 143 կետ պատկերացրեք 4 բիլիոն ապրանք այստեղից մտնում է Չինաստան։ Երբ տարբերություն նայում ենք, տեսնում ենք 298 բիլիոն Չինաստան ավել ապրանք է գրկում այստեղ, քան այստեղից գնում է այնտեղ։ Հիմա այս պայքարն է ինչ որ տեղի ունենում, Թրամփ ասում է, ես սպասում եմ, որ չինացիները կան, բանակցենք, մեր հարցերը մասամբ կարողանանք լուծենք։ Իսկ թվում է չինացիները այդքան էլ հետաքրքրված չեն բանակցելու, եւ Չինաստանից այս հաղորդների Չինաստանի նախագահը Ջին Շինփինգը ասել էր, որ ժողովրդին մեկ անգամ ելույթ ունեց, ասել է, որ մենք միշտ դժվարություններ ունեցել ենք, կարողացել ենք տոքանք։ Հիմա մեկ ամիս կարողացել վիճակ, այսինքն չինացիներին ուղղել է խոսքը նախագահը այնտեղից, Չինաստանի նախագահը դժվարություններ կարող է լինի, կարող է 3 ամիս լինի, 3 տարի լինի, մենք սովոր ենք կտոքանք։ Իսկ Ամերիկան կարող է այդպես անել, մարդկանց ասել, որ դուք 3 տարի համբերեք դժվարություններ, սրա համար է երևի նախագահ Թրամփը ցանկություն ունի ինչքան արագ Չինաստանի հետ բանակցության մեջ լինի։ Իսկ կենտրոնական բանկի նախագահը Ջերոմ Փավել անունով ասում է, թվում է, որ այս երկրում տնտեսական ճգնաժամ է լինելու, ապրանքները շատ թանկանալու են եւ այսպես դանդաղանալու է բիզնեսը, այս երկրի կենտրոնական բանկի նախագահն է ասում եւ դրա համար պարբերաբար տոկոսը իջեցնում էր։ Հիմա մոտավորապես 6.92%-ը, եթե ուզում եք մի բան գնեք, պետք է բանկից վերցնել, առնվազն այդքան է։ Եվ ավել բարձր իջեցրել էր, բայց հիմա ասում է չի կարողանում պատկերացնի, որ այդ տոկոսը իրենք իջեցնեն, որովհետև եթե այդպես դադար է լինել, տնտեսական ճգնաժամ է լինելու, ուրեմն հիմա չի կարելի տոկոսները իջեցնել, ասում է բանկի ղեկավար այս երկրի։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ տեսանյութը, տեսնում եք stock market-ը կորուստ ունի, տնտեսական 3 այդ կարևոր stock-ները անկում են գրել, սա Ջերոմ Փավելին եք տեսնում, որ ահազանգ էր ինչ որ ասած այսօր եւ նախագահ Թրամփը իհարկե ապրիլի 2-ին էր, որտեղ հայտարարեց այդ հարկերը եւ դժվարկացություն ինչ որ կա։ Նախագահ Թրամփը emergency power է հայտարարել
Եվ հիմա ոմանք մեկ գործարաններ, այսպես ուրիշ ընկերություններ նաև տատ են բացանում Դոնալդ Թրամփի դեմ, որտեղ այս գործարանները մտահոգ են, որ ինչպես պիտի տոքան եւ աշխատանք տանեն։ Սպիտակ տունը իհարկե ասում է նախագահ Թրամփը ինքը իրավունք ունի, որ հարկեր պահանջի ուրիշ երկրից ինչ որ ներմուծվում է այս երկիրը եւ այդ տատը ինչ որ կառավարության եւ նախագահ Թրամփի դեմ բացված է, Սպիտակ տունն ասում է իր աշխատանքային իրավունքի ծիրի մեջ է, որ նման հարկեր պահանջի։ Հիմա իհարկե ասացի տատ է բացվել այդ բերումով եւ ասում է անպայման մենք հաղթելու ենք դատարանում, մենք ենք հաղթելու, ասում է Սպիտակ տուն, այս հարկերի վերաբերյալ այդպես են արտահայտում։ Ես ինչ որ ասացի, ձեզ այս inflation թանկություն ոմանք այս տնտեսագետները նախատեսում են այս երկրի համար եւ հիմա տեսնենք ինչպես եթե լեզու կգտնեն Չինաստանի հետ մեղմացնելու այս վիճակը, որովհետեւ շուտով ազդեցությունը գալու այս թանկությունների ազդեցությունը, եթե հենց այսպես շարունակվի, ավել ամեն ինչը թանկ է լինելու։ Ես ուզում եմ խոսել հիմա մեկ աշակերտ ձերբակալներ են Դալասում մեկ աշակերտ գնում է կարողանում է ներս մտնի դպրոց, հիմա գիտեք դպրոցները շատ ուշադիր են, որ մեկը չի կարող հին ժամանակ այսպես է դուք որևէ դռից կարող եք մտնել դպրոցներ, բայց այս կրակոցներից, որ 1999 թվականից մտան դպրոցներ եւ հաճախ պատահում է, հիմա ավել ապահով է, բայց ամենայն դեպս մեկ հոգի մտնում է ներս, կրակում է, 4 հոգի վիրավորվում են, մոտարապես 10-ից ավել աշակերտ նաև նրանք էլ փոքր վնասներ են ստանում։ Մեկ հոգու ձերբակալն են, որ թվում է ինքը կրակողը կարող է չլինի, բայց օգնել է։ Հիմա դեռ այդ աշակերտին չեն ասել, որ հստակ ով է, մտնում է մեկ դռնից, որը այսպես փակ դուր չէր, secure չէր դուրը, եւ կրակում աշակերտների վրա եւ այսպես տեսնում եք վնաս է հասցնում։ Հիմա ձերբակալներն են, թվում է, որ այս կապույտ շապիկով տեսնում եք այս տղան, որ դպրոցի աշակերտ է, դա օգնեն է, ինքը չի, հստակ չի, իրեն ձերբակալներն են, տեսնում եք այդպես, այս ոչրագործությունը, որ ուրիշը կարող է օգնած լինի ուրիշին, որ կարողանա մտնի դպրոց եւ կրակի ու վնասի Դալասում տեղի ունեցող այս դեպքեր ինչ որ ցուցադրեցի։ Ես մի դադար վերցնեմ եւ վերադառնամ Ռոբերտ Քենեդի Ջունիորի մասին, ելևմտքի, այսինքն առողջապահական նախարարության մինիստրը ինչ որ նախագահ Թրամփ իրեն նշանակել է իր մասին խոսեմ, այսօր ինչ էր ասում աթիզմի մասին ասում էր, դրան անդրադառնամ, իսկ ես ուզում եմ ձեզ հիշեցնել մեկ շենքի մեջ, որը գտնվում է Քոլորադո փողոցի վրա, երկու գեղեցիկ աֆիսներ կարող եք վարձել, երկրորդ հարկում է նորակառույց գեղեցիկ շենքի մեջ, գեղեցիկ աֆիսներ կարող եք վարձել, զանգարեք հավելյալ տեղեկությունների համար այս հեռախոսահամարի զանգարեք եւ իրենց հետ խոսեք, եթե ցանկություն ունեք գրասենյակ ունենալ Քոլորադո փողոցին վրա։ Ծրագիրը հովանավորում է Ալեքս Արոնյանն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք ցանկություն ունեք Դուբայում կամ Դուբեյում այնտեղ քանդո կնեք, բնակարան կնեք եւ եթե բավարար այդպես գնում կատարեք այնտեղ, կարող եք 10 տարվա վիզա ստանալ, որ հեշտությամբ գնալ վերադառնալ, գիտեք այնտեղ հիմա շատ
Դուբայը շատ զարգացած տարածք է, շատ գեղեցիկ երկիր է, այսպես է, եւ դուք ցանկություն ունեք քանդո գնելու, ժամանակ անցկացնելու այնտեղ շատ գեղեցիկ, ասում են, խանութներ կա, առևտրի խանութներ կա։ Դուք կարող եք վերցնել եւ եթե բավարար ինվեստ անեք 10 տարվա ասացի վիզա ստանաք, այդ ոսկե, այսպես կոչված վիզայի ինչ որ կունենաք եւ 20% down պիտի տնեք, մնացածը ամիսների ընթացքին եք վճարելու, բայց Դուբայում տոկոս չկա, ինչ որ պարտք եք մնում, դա եք հետ վճարում, այստեղ եթե մի բնակարան, մի ապարտման քանդո կնեք, պետք է տոկոս վճարել, բայց այնտեղ տոկոս չկա, հարամ է, այսպես ընդունելի չի, ուրեմն միայն գումարն եք վերադարձնում իրենց։ Primate Pharmacy ովանավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի վրա է գտնվում։ Եթե դուք մի տեղատունի հետ աշխատում եք, կողջ եք, զանգարեք այս հեռախոսահամարին, իրենք խոստանում են, որ անպայման իրենցից գոհ մնալու 818 6 000 հեշտ է համարը 6 000 777 Glenox փողոցի վրա, բայց իրենք տեղերը կբերեն ձեր տանը կհասցնեն անպայման խոսեք իրենց հետ։ Երևան Shipping ովանավորում է ծրագիրը, ծանրություն եք Հայաստան գրգելու, իջեցրել են գիտնը, ընդամենը $2.99 pound-ը օթանավով է սա, եթե սոլվի միջոցով եթե գրգեք, օվկիանոսի միջոցով գրգեք, 2.5 ամիս, 3 ամիս կարողա տևի ծանրոցը հասնի այնտեղ, բայց գին իջեցրել են, որ դուք օթանավով գրգեք, մի քանի օրից իրենք ծանրոցը կստանան, ինչ որ ցանկանում եք գրգել, այսպես ընդամենը իջեցրած է $2.99 օթանավով, երկու ընդամենը կենտրոն ունի Երևան Shipping-ը, North Hollywood-ում, Lancashire փողոց, Glendale-ում, East Palmer փողոցի վրա է գտնում։ Իսկ եթե գումար ուղարկեք, $100 ուղարկեք, ընդամենը $1 եք վճարում, $500 ուղարկեք, ընդամենը $5 եք վճարում, ասենք $495 ձեր ազգական այնտեղ կարող է վերցնի, եթե $500 ուզում եք ուղարկեք։ Ծրագիրը նաև ովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է ովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, մի ապարտմանի մեջ եք կամ մի առանձնատունի մեջ եք, այնտեղ միջատներ կան, պահարան բացում եք միջատները գնում գալիս են, մի բան թողնում եք միջատները արձակվում են, մուկ կա, ուրիշ այդ նման պրոբլեմներ ունեք, ձեզ պիտի գումար վճարեն, հատուցում պիտի ձեզ վճարեն, փաստաբան այդ աշխատանքը կատարելու է, դուք ոչինչ չեք վճարում, մինչև գումարը կարողանան ստանան, ձեզ համար հետո այդ իրենց վճարելու եք, նախապես ոչինչ չեք վճարում, եթե այդպես վիճակ է, ձեր տանը զանգահարեք խորհրդակցեք, կվերադառնա։ Ռոբերտ Քենեդի կրտսերին եք տեսնում, նախկին սենեթոր Ռոբերտ Քենեդի տղան է եւ Ջոն Էֆ Քենեդի նախագահի եղբոր տղան է եւ ինքը միշտ այսպես խոսում էր, որ այս pesticide, ինչ որ պարատանյութ գործածում են եւ ուտելիքի մեջ մի բան ավելացում են, դրանք պատճառ է լինում, որ աթիզմը կամ երեխաները ատիզմ ունենալու, այսպես այդ ուղեղը ճիշտ develop չլինելու, չզարգանալու ուղեղը երեխայի։ Բայց մասնակիցները տարիներ ասեն, իհարկե ինք ասում են մինչև սեպտեմբերի մենք կգտնենք, որ պատճառները եւ այսպես պայքարը սկսելու այս հիվանդության դեմ։ Բայց մասնակիցները տարիներ ասում են, աթիզմը կարող է ժենետիկ է ավել շատ, բայց ուրիշ պատճառներ էլ կարող է ունենա եւ աթիզմը տարբեր տեսակ է, այդպես չի որ մի հարցի վրա կենտրոնանք, բայց ժենետիկը անպայման, այսինքն փոխանցում է ընտանիքի, կարող է հիմա անձիկ
ամուսիններ երեխա ունենան, երկուսն էլ շատ նորմալ լինեն, երեխան autism ունենա, որովհետև սերունդից սերունդ անցած լինի, այդ պատճառ լինի, ամենայն դեպս ամենակարևոր ժենետիկ է եւ ուրիշ, ասում են տասնյակ, հարյուրավոր պատճառ կարող է լինի։ Դրա համար autism-ը մեկ հարցին վրա կենտրոնացած չի։ Այս երեխան, եթե իր ուղեղային զարգացումը հետ է մնում, պրոբլեմ է լինում, այդպես չի, որ միայն մի հարցով է։ Եվ մի տարօրինակ ուրիշ բան ասած այս Ռոբերտ Քենեդի Ջունիորը, որ եթե մեկը autism է ունենում, ուրեմն այդ անձնավորությունը չի կարող մեկ ուրիշի հետ, մեկ ուրիշ կնոջ հետ շփվի, եթե կին է տղայի հետ, գիտեք autism-ը 3 անգամ այդ մասին խոսեմ, չեմ ուզում հիմա ինչ որ երեգասացի կրկնեմ, 3 անգամ ավել տղամարդու կամ տղայի մոտ է լինում, տղա երեխաների մոտ կամ մեծանում են, քան թե աղջիկների մոտ։ Հիմա ինքը Քենեդին ասում էր, autism-ը երբեք չի պատահում, եթե autism ունի անձը, ուրեմն tax չի կարող ճարի, այսինքն չի կարող ճիշտ աշխատանք կատարի, որ եկամուտներ ունենա, որ ստիպված լինի tax վճարի։ Երբեք չի կարող աշխատանք, լուրջ աշխատանք ունենա, որ autism ունի, ասում էր այս նախարարը իհարկե։ Երբեք չի կարող լուրջ մրցություն խաղերի մասնակցի, երբեք չի կարող մեկ աղջկա հետ կամ տղայի հետ հարաբերություն ունենա, երբեք չի կարող բանաստեղծություն գրի եւ բեյսբոլի մեջ չի կարող, օրինակ սպորտի մեջ չի կարող առաջնահերթ տեղ ունենա, այսպես ասացինք։ Հիմա հետո մեկ բժիշկ, որ ինքը PhD ունի, դոկտորայի տիտղոս ունի, ինքը autism ունի, իր երեխան էլ ունի։ Այս բժիշկն է, որ քիչ հետո պետք է ցույց տամ, որ ասում է տարօրինակ է, ես այդ autism-ը ուսումնասիրում եմ, պատճառները գտնեմ, ես ինքս autism-ով տառապում եմ, երեխաս էլ autism ունի, բայց չի նշանակում, որ ես չեմ կարող աշխատանք ունենամ, չեմ կարող դասավանդեմ, հիմա միասին տեսնենք այսօր ելույթ ունեցավ Ռոբերտ Քենեդի նախարարը, ինչ որ քիչ առաջ բացատրեցի եւ տեսնում եք այստեղ։ Հիմա նախապես 8 տարեկանների մոտ 2000 թվին 150 երեխայից մեկն էր, որ այդպես էր լինում։ Իսկ հիմա 8 տարեկան երեխաների մեջ 31 այդպես երեխաների մոտ, այսինքն մեկը 31 երեխայից մեկը ունենում է, տեսեք 150-ից նախապես մեկն էր ունենում, հիմա 31-ից մեկ հոգի, այսինքն շատ է հիմա ավել շատ։ Ոմանք ասում են, որովհետև այն ժամանակ ճշգրիտ չէին կարողանում դիագնոզ անեին, որ երեխան կարող է մասամբ թեթևակի autism ունենա։ Հիմա ավել ճիշտ դիագնոզ են անում, ավել հեշտ է անդրադառնալ, որ autism-ը գոյություն ունի երեխայի մոտ։ Այսպես տեսնում եք, հիմա դպրոցներում նաև ուրիշ հարմարություն են ստեղծում, ջոկ դասավանդում է լինում, սա այդ դոկտոր գիտնականն է, երիտասարդ, որ ասում է, ես զարմանում եմ, մի հատ նախարար այդպես կարող արտահայտվի, ես ինքս դոկտորայի տիտղոս ունեմ, գիտնական եմ եւ autism-ով եմ տառապում։ Իմ երեխաս էլ է տառապում, բայց չի նշանակում, որ ես չեմ կարող գիտական աշխատանք կատարեմ եւ այլն։ Հիմա autism-ը երեխաների մոտ 3% ավելի շատ է 8 տարեկանի շատ այդպես 3%-ը 8 տարեկանների մոտ autism են ունենում, այսպես տեսնում եք, ուսումնասիրությունը ցույց է տալիս եւ այստեղ Ռոբերտ Քենեդի Ջունիորին եք տեսում։
8 տարեկան երեխաների մոտ քիչ առաջ նաև օրինակ բերի 2000 թվի, իսկ 2000 անգամ 20 թվի տեսնում են 36 երեխայից մեկը 8 տարեկան աուտիզմով տառապում էր, հիմա 31-ից մեկն է տառապում, այսինքն օրստորե ավել շատ է նրանք որ աուտիզմով տառապում են եւ այսպես տեսնում եք իրենց յուրահատուկ դասավանդումներ է լինում եւ դա որ վաղը մի բան կսրսկեն մեկ անգամից ամեն ինչը պիտի փոխվի դա մասնակիցներն ասում են հնարավոր չի որ 6 ամիս հետո ինչ որ Ռոբերտ Քենեդի Ջունիորը նախարարը առողջապահական նախարարը ասում է հնարավոր չի այդպես մի բան ես պիտի դադար վերցնեմ երբ հրատարակամ դադարից պետք է մեկ անձնավորություն որ Փենսիլվանիայում մտնում է նահանգապետի բնակարանը դրա մասին խոսեմ եւ մեկ պատվելի ինչ որ հարավային Ամերիկայում ծերպակալվել եւ գումար էին պահանջում իր համար նրա մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում իրենք գտնվում են Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում Բրբենքում Գլենդելի շատ մոտիկ արևանությանն են հեռախոսահամարը այստեղ տեսնում եք եթե որևէ հարց ունեք ատամի հետ լինդից արյունոսություն ունեք ցավեր ունեք պրոթեզ պիտի տեղադրեք բոլոր այդ հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին Vivaldi venues եւ catering հովանավորում են ծրագիր նախ որ 3 սրահներ ունեն 300 150 եւ 120 տարողությամբ հարսանիք կնունք ուրախ ժամանցքներ կարող եք տոնել այդտեղ նաեւ հոգե հաց կարող եք տալ եթե մահետեղ ունենում այդ սրահներից մեկի մեջ իսկ ամենօրյա ճաշ են առաջարկում իրենք շատ մեծ է այդ ճաշը ինչ որ առաջարկում են հիմա ռեգլամի մեջ կտեսնեք շատ տարբեր ուտելիքներ աղցանեղեն սալադներ եւ ահա ամեն ինչ նկատի առնված է զանգարի ծրագիրը հովանավորում է նաեւ դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է սա surgeon է բայց եթե ագնոցի կարիքը կունենա աչքի ցավեր ունեք այսինքն ջուր է հոսում աչքից ուրիշ խնդիրներով այստեղ զանգարեք իրենց գրասենյակը մեկ ամիս է ինչ որ տեղափոխվեն է 240 South Jackson suite 310 բայց ամենայն դեպս որ զանգահարեք հասցեն ձեզ կրկնեն M&M Liquor Market-ն է հովանավորում ծրագիրը այս զատիկվա առիթով խիստ գիները խմիչքների իջեցրել են արդեն 2 օր է մնում այսօր չորեքշաբթի վաղը կրկնությունը կտեսնեք կամ իմ վաղվանից 2 օր է մնում երևի ամենայն դեպս եւ այստեղ այցելեք հովանավորում են ծրագիր դուք իրենց հովանավորեք 1951 West Glennox փողոցի վրա է Գլենդելում է Բրբենքի արևանության Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն 3 կենտրոններ ունի իսկ այս 440 սատ Royal Parkway-ում հարյուրավոր դաշնամուր կտեսնեք այսպես մյուզեի նման է դաշնամուրներ դեռ տուփից հանա չի $1000-ից մինչև $500,000 դաշնամուր կգտնեք այդտեղ ամերիկյան դաշնամուր, ֆրանսական, գերմանական, Czech Republic, ժապոնական, չինական, կորեական ամեն տեսակ դաշնամուր կգտնեք Hollywood Piano-ում կվերադառնա Cody Bummer այս անձնավորությունն է, որ Կիրակի օր առավոտյան մտնում է Փենսիլվանիայի նահանգապետի բնակարանը, գիտեք նահանգապետները ապրում են բնակարանների մեջ, այսպես պալատի նման տարածքներ, որ նահանգն է տրամադրում իրենց։ Այնտեղ իրեն 4 երեխա ունի, այդ քնած են լինում, մի մասը ջարդում է, մտնում է Molotov cocktail, այսպես ռումբեր է նետում եւ հրդեհում է այդ մի տարածքը եւ ասում է որ պատճառը սա է որ նահանգապետը հրյա է
ուրեմն բարգացած է, որ այդ կոտորածները ինչ տեղի ունենում Գազայում, այդ պատճառով է, որ այդ աշխատանքը կատարել։ Ես այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ, այս եւ ձերբակալել են իհարկե իրեն, տեսնում եք դա բացված է իր դեմ, ասում չպիտի մաս կազմի, ինչ որ ուզում է անի պաղեստինցիներին, այդ ժողովրդին ինչ որ կոտորածներ են կատարում, ուրեմն ինքը հրյա լինելով խրախուսում է Իսրայելին նաև, որ այդպես, ուրեմն բարգացած է այդ բերումով եւ գնում է հրդեհում է նահանգապետի բնակարանը, ինչ որ տեսնում եք այստեղ բնակարանն է, տեսեք դուրը ջարդում է, ռումբենետումներ, նահանգապետն է իր 4 երեխաների հետ կնոջ եւ 4 երեխաների հիմա այդ իրեն պաշտպան փաստաբանն ասում է ինչ որ իրեն մեղադրում են որովհետև սա հոգեկան խանգարում ունի, այսինքն այդ աշխատանքը արել է հոգեկան խանգարում ունի, պաշտպան իր փաստաբանն է ասում, դրա համար է կատարել եւ ոչ թե ուրիշ պատճառներով։ Ես ուզում եմ շարունակել խոսել հիմա մեկ պատվելի, որ գիտեք գնում են տարբեր երկրներ, ուրեմն այստեղից գնում է հարավային Աֆրիկա է գնում։ Եվ այնտեղ եկեղեցիներում քարոզ է կատարում, հաճախ է գնում, հաճախ աշխատանք է կատարում։ 3 հոգի գալիս են իրեն գողանում են եւ պահանջում են տասնյակ հազարավոր դոլարներ ransom, ուրեմն գումար են պահանջում, որ իրեն ազատեն։ Ամենայն դեպս փոլիսը հարավային Աֆրիկայի գալիս է, գտնում են որտեղ է 3 այդ ոչրագործին սպանում են նույն տեղում մի մեքենայի մեջ այս պատվելին առանց վնասել հասնելու այս պատվելին։ Հիմա ես ուզում եմ այստեղ ցույց տալ ձեզ, տեսնում եք այս պատվելին է, որ այնտեղ քարոզ է կատարում, ոստիկանությունն է ինչ որ կարողացել է իրեն փրկելու, փրկեն, այսինքն 6 երեխա ունի հիմա մի խումբների նկարները, 6 երեխա ունի, իր կնոջ հետ եք տեսնում, ուրեմն կարողանում են այսպես փրկեն։ Տեսնում եք եկեղեցիում եք տեսնում իրան, բապտիստ կամ այս իրեն որտեղ հարավային Աֆրիկայում ապրում էր, այդտեղ էր, այսպես տեսնում եք, միշտ խրախուսում էր աֆրիկացիներին, եկեք եկեղեցի եւ Աստծուն դիմեք, աղոտ կարեք, այսպես հաճախ պատահում է, այսպես գնում են առանց նկատի առնելու վտանգների ինչ որ նաև գոյություն ունի եւ այսպես գողերը, ավազակները նաև իրենց թիրախ են դարձնում, ինչ որ ասած իրեն գողացել էին։ Ես ուզում եմ թերիֆի մասին կամ հարկը են պահանջում մեքենաների համար։ Հիմա դրա համար 24%-ով այս վերջին ժամանակում մեքենա ավել շատ է վաճառվում, որովհետև դեռ հարկը գործադրելի չի, բայց մեքենան եթե հարկերը գործադրելի լինի, որ կարող է պատահի նախագահ Թրամփ ասում է դա պահանջելու է, մեքենան շատ թանկանալու է եւ massամբ դիլերները տեսնելով մարդիկ խոճապահար եկեն են մեքենա գնելու, massամբ իհարկե գինը բարձրացել է, բայց հետո եթե թերիֆ լինի կամ հարկ պահանջի այս երկիրը անպայման շատ թանկանալու է։ Այստեղ ես ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնում եք սա մեկ ասացի 24%-ով ավել շատ են հիմա վաճառում մեքենաները, տեսնում եք օրինակ Toyota RAV4 $30,645 է։ Հիմա այս մեքենաները մի մասը այստեղ կարող է պատրաստվեն, հայտնի չի քանի տոկոսը այս մեքենայի դրսից է գալիս ապրանքները, քանի տոկոս այստեղից, օրինակ Honda-ն $31,495 է հիմա, այս տեսնում եք CR-V մեքենան, կամ Ford F-150 Ամերիկայի ամենաշատ վաճառվող մեքենան $39,445 է գինը հիմա, բայց իր մասնիկները որոշ ուրիշ երկրներում պատրաստվող է
գալիս է այստեղ եւ նման կարող է պրոբլեմ լինի Chevy Silverado մեկ ուրիշ սիրված truck այս երկրում $39,195 է կապված որ քանի տոկոս մասնիկները դրսից է պատրաստվում տեսնում եք այսպես փոքր մեծ մասնիկները էնջինի մի մասնիկը դրանք կապված որտեղից է գալիս ինչքանն է այդ մեքենայի պատրաստված ուրիշ տեղերում այդ հարկերը լինելու տարբեր երկրներին նաև նախագահը տարբեր հարկեր պահանջում ուրեմն կապված Կորեայից է գալիս Ճապոնիայից է գալիս Չինաստանից է գալիս շատ կարող այս մեքենայի գիները տեսակ այնտեղ CR-V Honda-ն եւ Toyota RAV4-ը մոտարապես նույն գին էին բայց հիմա կարող է շատ մեծ տարբերություններ լինի այդ մեքենաների գների մեջ ես ուզում եմ խոսել Gavin Newsom այս երկրի նահանգապետը եւ Bonta այստեղ տեսնում եք Attorney General-ն է գլխավոր դատախազն է այս նահանգի դատեն Կալիֆոռնիա նահանգը դատ է բացառել Թրամփի դեմ ինչ իման վրա այս թերիֆների իման վրա որովհետեւ ամենայս մեծ դուժողը այստեղ նահանգների մեջ Կալիֆոռնիան երևի կլինի մեզ մոտ ամենամեծ դժվարությունը կարող է ստեղծվի ինչու որովհետեւ Չինաստանը եթե մեր ինժեները կարող էր ցույց տալ ինչ որ գալիս է Չինաստանից մեծ մասը իջեցնում են Կալիֆոռնիայում այստեղ տեսնում եք սա ամերիկան է Կալիֆոռնիան այստեղ է Չինաստանը ինչ որ ղրկում է ամենամոտիկը Կալիֆոռնիա է ապրանքը գալիս է այստեղ հետո այստեղից տանում են ուրիշ տարածքներ եթե ոչ արևելյան նահանգները պետք է այստեղից կան Փանամա կանալից անցնեն ու գնան հասնեն արևելյան շրջանը ուրեմն դրա համար Չինաստանից մեծ մասամբ ապրանք գալիս է Կալիֆոռնիայում եւ դրա համար է որ դուժողներից մեկը մենք ենք լինելու եթե ապրանքը Չինաստանից բերելու են շատ թանկանալու է մենք դուժելու ենք ամենայն դեպս դատ են բացառել այս նահանգապետը եւ գլխավոր դատախազը այս երկրի Attorney General-ը տեսնում եք Թրամփի դեմ այս tariff կամ հարկը ինչ որ պահանջվում է ուրիշ երկրներից իրենք չեն ասել որ երկիրը վայելեն ընդհանուր ասում են խանգարելու է բիզնեսը Կալիֆոռնիայի եւ տնտեսական ճգնաժամ է լինելու որովհետեւ ամենամոտիկը մենք ենք Չինաստանին ես պիտի վերցնեմ երբ վերադառնամ Տաթարից Հոլիվուդի ֆիլմ սերիալ պատրաստում են այդ վերաբերյալ նյութեր ներկայացնեմ այս թերիֆի պատճառով նաեւ իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը Raffi's Market-ը գտնվում է Բրբանկում բայց Գլենդելի արևանությանը իրենք պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու Court Furniture-ն է հովանավորում Court Furniture գտնվում է Central Myrtle փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Court Furniture Ամերիկայի ամենախոշոր furniture խանութն է եթե բոլոր խանութները նկատի առնեք որովհետև Court-ը 100 խանութ ունի Ամերիկայում մոտարապես 100 խանութ այդպես խանութ գոյություն ունի այդքան մեծ թվով խանութներ ունենա եթե նոր mattress պիտի գնեք անպայման այցելեք Court Furniture նաև գրասեղան, սեղան, աթոռներ մեբլ ինչ որ հարկավոր է իրենց մոտ կարող եք վերցնել Court Furniture նաև Գլենդելից բացի Orange County-ում Euclid փողոց եւ 405 freeway-ի ճիշտ հատման կետում է գտնվում նաև խանութ ունի Santa Ana քաղաքում ծրագիրը նաև հովանավորում է Caravan ռեստորանն է հովանավորում ծրագիրը Caravan ռեստորան ձեզ ամեն օրյա ճաշ է առաջարկում ինչպես տեսնում եք եւ զատիկվա համար նաև ձեզ համար ճաշ են պատրաստել զանգահարեք կամ այցելեք Caravan ռեստորան կվերադառնա Հոլիվուդը աշխարհի ամենամեծ կենտրոնն է Ամերիկայում
ֆիլմ եւ սերիալներ պատրաստելու տարածքը Հոլիվուդն է։ Իհարկե նախկինում Հոլիվուդը աշխարհի ամենամեծն էր, բայց հիմա Հնդկաստանում ավելի շատ ֆիլմ եւ սերիալ է պատրաստում, քան թե Ամերիկայում։ Ամենայն դեպս եւ Հոլիվուդը այստեղ է, մեզ մոտ է եւ հիմա թվում է, որ աշխատանք չկա, մարդիկ որ այդտեղ հիմա բոլորը միլիոնավոր դոլար չեն աշխատում, մարդկա հասարակ աշխատող է այդ ստուդիոների մեջ, security է, մյուսը ֆիլմերը կտրատում է, պատկերացրել է, կամերաներ է տեղադրում, տարական գործեր են անում, կորուստ կա այդպես։ Հիմա նաև իրենց ասեն են, որ օգնելու են իրենց, որպեսզի այս թերիֆը ինչ որ նախագահը պիտի պահանջի, թվում է, որ ավել դժվարություն կստեղծվի Հոլիվուդի աշխատանքի մեջ եւ Կալիֆոռնիան հիմա առաջարկում է, որ 35% tax credit, եթե այստեղ պատրաստեն ֆիլմը, tax credit է հատկացնելու, իրենց օգնելու է ավել քիչ հարկեր վճարելու, նրանք որ ֆիլմ այստեղ, սերիալ այստեղ կպատրաստեն, Հոլիվուդում կպատրաստեն, Կալիֆոռնիայում կպատրաստեն։ Հիմա պատկերացրեք ուրիշ նահանգներ նաև աշխատում են, որ առիթներ ստեղծեն, որ սրանք կնան ուրիշ նահանգներ ֆիլմ պատրաստեն, օրինակ Ջորջիան ասում է 40% ձեզ tax credit կտանք, ավել հարմար է, դրանք գիտեք բիզնեսներ, միլիոնավոր բիզնեսներ են, ուրեմն այսպես մրցակցում են դրա համար Կալիֆոռնիան ստիպված է եղել 35% tax credit առաջարկի։ Մի ժամանակ կար ոչ մի tax credit Կալիֆոռնիան չէր տալիս, բայց այս ճնշումների հետևանքով այսպես է եղել։ Հիմա ես ուզում եմ այստեղ ցուցադրել, ինչ տեսնում եք, օրինակ ֆիլմ է պատրաստվում, մեծ մասամբ Հոլիվուդում են պատրաստում ստուդիաներ եւ այսպեսով այս տարի առաջին քվարտերը կորուստ են ունեցել 24%-ով կորուստ են ունեցել եւ շարունակվում է քիչ մարդ է աշխատում, քիչ աշխատանք է տեղի ունենում, ինչպես ապրանքներին կարող է ազդի, որ պիտի կա այստեղ։ Հիմա հետաքրքիր է սա, ում որ տեսնում եք այստեղ Warner Brothers ստուդիոների ղեկավարն է Դեյվիդ Զասլավ անունով, թեև այդ հիմա ոմանք բողոք ունեն մանավանդ աշխատողները, իրեն 52 միլիոն մի տարվա մեջ 52 միլիոն դոլարով գնահատել են իր աշխատանքը, բայց աշխատողները իհարկե տուժողներ են, տեսեք իր աշխատավարձը, այսինքն եւ ինչ որ տարեկան ստանում է, բարձրացել է, իսկ աշխատողը տուժող վիճակում է, բողոքում են, իրենք ասում են պետք է կրճատում, այսինքն ինքը ասում է կրճատումներ են կատարելու, որովհետև շուկան հայտնի չի, ինչ է կատարվում եւ մարդիկ նաեւ վստահ չեն, տեսնում եք Դեյվիդ Զասլավ, Warner Brothers-ի Discovery CEO-ն, գլխավոր ղեկավարն է, ուրեմն ասում է մտահոգություն ունենք, բայց իր եկամուտը ավել շատանում է իհարկե, այդպես է հզորը ավել հզորանում է, տկարը այդպես։ Գավին ուսումին տեսակ քիչ առաջ, որ ասացի 35%-ով ասում եմ մենք, եթե այստեղ պատրաստեք ֆիլմը, tax credit պիտի տանք ձեզ։ Այսպես տեսնում եք, այսպես վիճակ է։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ երկուշաբթի օր ինչ պատահեց South Los Angeles հարավում, այս երեխան է դպրոցից 3.5 հեծանիվով տուն է գնում, մեկ մեքենա տեսնում եք այդ BMW է, հարվածում է իրեն ու չի սպասում, թողնում գնում է։ Այս երեխային տեսեք ահա նորից ինչպես դեպքը ինչպես պատահում է South Los Angeles-ում, այդ երեխային հիվանդանոց են տանում, բարեբախտաբար հիմա լավ է եւ տուն է գնացել, տեսեք, հիմա ինչ էր պատճառը, արդյոք իր ուղին չէր տեսնում վարորդը, թե հատկապես դիտմամբ այդպես դեպք պատահեց, ամենայն դեպս fire department գալիս է իրեն ամբուլանսով հիվանդանոց են հասցնում այս 15 տարեկան տղային
եւ տեսնում եք բավական մեքենա եւ հեծանի accident-ը այս երկու փողոցի հատման կետում է տեղի ունեցել հիմա փնտրում են մեքենայի վարորդին կարողանան գտնեն դատի տան բայց բարեբախտաբար ասացի այս երեխան փրկված է այսինքն լավանա մի ժամանակ հետո ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից խոսեմ նախագահ Թրամփը contempt of court երկու հարց կա որ դատարանները վեճիռ տվել են բայց Թրամփը չի հնազանդվում դատարանի հրահանգին հրամանին դրա մասին խոսեմ վերջավորությանը արդյոք կարելի է հիմա այդ փորձը կատարում եմ որ շների կյանքը երկարացնել ավել երկար ապրի շունը իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը Անդրե Ղարիբյան ձեզ առաջարկում, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, զանգարեք իրեն, որպեսզի ձեզ ներկայացնի ինշուրենսի գումար վերցնի ձեզ համար։ Նաև եթե bankruptcy պիտի ֆայլ անեք եւ մեքենայի վտար եք ունենում, accident եք ունենում այստեղ զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է նաղաշ լավաշն է հովանավորում։ Նպարատուն եք գնում այս տեսակը վերցրեք, նաղաշ լավաշ։ Պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը, եթե դուք բիզնես ունեք, պիտի բիզնեսը վաճառեք, այստեղ զանգարեք։ Եթե հոգնեն եք, ել չեք ուզում շարունակեք, նոր բիզնես եք ուզում սկսեք, ձեր ներկա ինչ որ աշխատում եք, ուզում եք վաճառեք, զանգարեք Էդվարդի հետ խոսեք։ Jackpot-ն հովանավորում ծրագիրը, Jackpot-ը գտնվում է Թահանգա քաղաքում, այնտեղ ամեն ինչ խիստ գիները ինչ որ այդ խանութում կա զեղչված է 50% եւ ավելի տեսնում եք $5 առաջարկում այդ հագուստները իսկ կոշիկներ ունեն զույգը $5 այսպես տեսնում եք անպայման այցելեք Jackpot եւ ուրիշ հագուստներ նաեւ կգտնեք այդտեղ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիր իրենք Սանլանդում է բայց բաս ունեն մինի բաս ունեն ցես կտանեն ու կվերադարձնեն այս կենտրոնը ցես ճաշ են տալիս նախաճաշ են տալիս զբաղեցնում են բժիշկ կա այնտեղ ցես քննելու է այսպես Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը Անաշե գիֆտը այս զատիկ է գալիս երևի տաբակելու եք որոշ ինչ որ պետք է պատրաստեք այս տեսնում եք այսպես է որ մի կողը տապակեն եք կարող եք հեշտությամբ պտացնել մյուս կողմ ընդամենը սա $19.99 է 1937 West Glenox փողոցի վրա Գլենդելում Բերբանկի հարևանության Glenox փողոցի վրա է գտնվում կվերադառ ասվում է շունը ամենա մոտիկ բարեկամն է մարդու եւ հիմա թեստերը տեղի ունենում լուրջ որ շների վրա որ հապ տան իրենց ուրեմն տեղ տան իրենց որ կարողանան 5 տարի ավել երկար ապրեն գիտեք ով շուն ունի եւ շունի կորուստը մեծ ցավ է տիրոջ համար եւ դրա համար բոլոր ցանկությունն են իրեն շունը ավել երկար ապրի աճույքը ավել շատ լինի մարդու ամենալավ ընկերը շունն է ավել իր հետ ժամ անցկացնի այսպես է եւ հիմա այս թեստը կատարվում է այն շների համար որ 14 pound եւ ավելի են այսինքն պատկերացրեք 6-7 կիլոյի չափ եւ ավելի են ավել մեծ շունի համար է այս փորձը ինչ որ կատարում ասացի 14 pound-ից եւ ավելի կատարում են այդ փորձը ես այստեղ ուզում եմ ցես ցուցադրել անցնենք առաջ տեսնում եք ինչքան հաճելի է լինելու անձի համար տեսնի իր շունը մի քիչ ավել երկար ապրի իրեն ավել աճույք պատճառի եւ գիտեք մեծ շունը սովորաբար միջին 10 տարի է ապրում այստեղ այս կենտրոնն է ինչ որ կատարում են այդ թեստերը կատարում են տեսնում եք այսպես հիմա այդ շուներին ինչ որ թեստերը կատարում են մի խումբին չեն ասում իրենց տիրոջը
Փսիբո են տալիս, այսինքն դեղը չի որ տալիս են, մի խումբին տեղն են տալիս, չեն ասում ումին, որ շնին տեղ են տվել, իրենք գիտեն այդ լաբորատուարում, բայց անձը, որ տերն է շունի, չգիտի, մի խումբին են տեղը ինչ որ հիմա փորձում են, որ հետո կարողանան տեղը, եթե արդյունք է տալիս, Food and Drugs Administration-ը, որտեղ դա շունի տեղ կլինի, մարդու տեղ կլինի, բոլորը ասում են, որ թվում է, որ այս տեղը աշխատում է, այս թեստերը, որ կատարել են, արդյունքները, որ կառավարության ներկայացրել են։ Հիմա եթե տեղի ունենա եւ սա ճիշտ աշխատի, ամիսը $100-ից ավել քիչ է, որ բոլոր թեստը կատարում են այն շների վրա են կատարում, որ 10 տարեկան եւ ավելի են։ Փորձը կատարվում է այդ շների վրա 14 փանդից ավել 10 տարեկան եւ ավելի փորձը կատարվում է եւ ասացի եթե սա այս տեղը ազդելու է ազդեցիկ է լինելու շան տերը կարող է 100 մինչև $100 ծախսե ունենալու ամսական այդ շնին ամեն օր կամ ժամանակ ինչ որ ասելու են շնին կերակրի այդ տեղը նաեւ ավել երկար տարիներ կմնա տիրոջ հետ։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղ։ Մի շնորհակալ։